Նախ պարոն Ալեքսանյանը դուրս եկավ, բայց ես միանշանակ կիսում եմ իրեն տեսակետը, որ ամեն ինչ կրթությունից է սկսվում եւ մանկապարտեզ, դպրոց, համալսարան, բայց նաեւ մեծերին էլ պետքա կրթենք, իսկ կրթության միջոցներից մեկն է նաեւ այդ արարքի նկատմամբ պատժի անխուսափելիությունը, երբ որ դա կա ու դու գիտես, որ այդ պատիժը ցավոտ է քո համար լինելու, թե վարորդական իրավունք զրկվելու տեսանկյունից, թե քո գրպանին հարվածելու տեսանկյունից դու կրթվում ես, ինքնակրթվում ես, այսինքն այն ինչ որ մենք հիմա ասում ենք, պարոն Ալեքսանյանը վերադարձավ, այսինքն վարչական իրավախախտումը եւ պատիժը, որը քո համար ցավոտ է, ճակերտներով նկատի չունեմ, ասենք, բան, էլի բռնության մասին չի խոսքը։ Դա նաեւ ինքնակրթության միջոց է, բայց ես համաձայն եմ, որ մենք պետքա այնուամենայնիվ դպրոցներից սկսենք։ Ես մի ուրիշ բանի եմ ուզում անդրադառնալ պարոն Մանուկյանի ասածից ելնելով։ Ես օրինակ կարծում եմ, որ այն ինչ որ տեղի է ունենում Խանջյան փողոցում, Վազգեն Սարգսյան փողոցում, այլ պետական եւ հատկապես իրավապահ մարմինների դիմաց դա պարզապես կներեք, բայց ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, որ այո, մեր իրավապահ համակարգը գոնե օրինակ ծառայի, որ այդտեղ պետքա լինի այսպես ասած տենց անթերի վիճակ, գոնե ճանապարհային անվտանգության մասով, մենք օրինակ ենք ծառայում, էլի կներեք այս բառի համար, բեսպրիձելի չի կարելի դա հարգելի գործընկերներ եւ պարոն Մկրտչյան ամենահարգանքով ձեր համակարգին, բոլոր բարեկներին, բայց դա վերևից ներքև լուծվող հարց է, առնվազն ոստիկանության մասով հիմա դուք եք ստեղ ներկա։ Եվ ես վստահ եմ, որ ձեր քրեական ոստիկանության պետը կամ ներքին գործերի նախարարը կամ ոստիկանապետը, որ ասի այսուհետ ոչ մեկը կանոն չէ խախտում, առնվազն մեր շենքերի դիմաց, որտեվ չի կարելի, որ մենք այլ օրինակ ծառայենք մեր քաղաքին, դա տեղի չի ունենա, բայց մենք չենք տեսնում այդ ամեն ինչը շատ ցավալի է։ Ու սրանից բխելով մի բան եմ ուզում ասեմ։ Իսկ արդյոք մեր ոստիկանները հավատում են, որ այդ ամեն ինչը ճիշտ է պահելը, կանոնները պահելը։ Մեր բարեկային ծառայողները, իրենք հավատում են, որ օրինակ ամրագոտով չերթևեկող վարորդին տուգանելը դա ոչ թե մարդու նեղություն պատճառել է, այլ այդ մարդու կյանքը փրկել է։ Ես ունենք կասկածում եմ, որ հավատում են մեծամասամբ։ Նաև երբ որ տեսնում ենք պարոն Քոչյան, ես էլ եմ շատ հաճախ վիճակագրություն ուզում, մարզից մարզ տարբերվող վիճակագրություն։ Օրինակ Կոտայքի մարզում ամրագոտու նկատմամբ վերահսկողությունը Երևանի մակարդակի է, այսինքն տուգանքների թիվը նույնն է։ Երևանում վարում է, պատկերացրեք, ինչքան վարորդ ու ապրում է միլիոնից ավել մարդ ու Կոտայքի մարզում ինչքան վարորդ, ինչքան մարդ է ապրում։ Նույն թիվն է, դա ինչ է նշանակում, որ Կոտայքում լավ են հետևում, իսկ Երևանում չեն հետևում տուգանքներին, բանին, ամրագոտիներին։ Ու էլի դա գալիս է վարչարարության հարց, որ պետք է ասվել, ու ես զարմանում եմ, անկեղծ ասած, հարգելի գործընկերներ, մի քանի անգամ խնդրել եմ ներքին գործերի նախարարին, ճիշտ է Վահե Ղազարյանին, որ եկեք սահմանենք մի օր, հա, հիմա հրապարակային խնդրում եմ տիկին Արփինե Սարգսյանին, ներքին գործերի նախարարին, եկեք սահմանենք մեկ օր, օրինակ դա կարա լինի մարտի 1-ը, կակրած գարունա, կյանքա, ուրախությունա եւ այլն, որ այդ դրանից հետո, այդ օրվանից հետո մենք չենք հանդուրժելու, ոստիկանությունը չի հանդուրժելու որևէ չհամրակապված վարորդի։ Ես դες վստահեցնում եմ, որ վարորդները ինքնակամ դա գցելու են, ինքնակամ, ինչպես տեղի ունեցավ հայտնի թաղանթների հետ ավտոմեքենաների։ Սկզբնական շրջանում շատ քիչ բաներ եղան, որ չէին հավատում, որ այնուամենայնիվ դրանով զբաղվելու են ոստիկանները, բարեկները, հետո հիմնականում հանեցին։ Մեկը շուտ առաջարկում մարտի 8 սահմանենք։ Թող մարտի 8 լինի, պարոն Սարգսյան, կարա ապրիլի 1 էլ լինի, բայց այդ ընթացքում մի քանի հոգի դժբախտաբար կզոհվի դրանից։ Ես դրա մասին եմ խոսում։ Այսինքն մենք, երբ որ ասում ենք, այո, ամեն ինչ հնարավոր չի միանգամից լուծել, իհարկե ամեն ինչ հնարավոր չի լուծել, բայց հարգելի քաղաքացիներ, 3 տարում 1000 զոհ, բերանով ենք ասում, 3 տարում 1000 զոհ։ Օրինակներ մի քանի երկրից, պարոն Խաչատրյան, որ ասում են 20 բարանոց երկիր կա, բայց ընդեղի բալերը մեր բալերին համաչափ են, եթե համաչափ են, հա, ընդունենք, բայց ես հիմա մի հատ օրինակ բերեմ ձեզ։ Դանիայում արագության սահմանները անցնելու չափ կա, որ գիտեք ինչ է սանկցիան։ Ավտոմեքենայի բռնագանձում պետության կողմից անկախ նրանից դա ու մեքենան է։ 30-40 կիլոմետրից ավել քշեցի սահմանված արագություն, պրոստը պետությունը խլում է այն մեքենան, որ այդ արագությամբ գնացել է։
Պարզապես կապ չունի դա քոնն է, ինկերությանն է, հարևանինն է, ում ուզում է լինի, հասկանում եք ինչ տիպի օրենքներ կան, որ մարդիկ արագ չքշեն։ Իսկ մենք ասում ենք բանա, արագության գերազանցումը ամեն կիլոմետրի համար 1000 դրամ, չէ, ավել է, ասում ենք էլեկտրոնային փոստով ծանուցվի -20%, ասում ենք 15 օրվա մեջ վճարի -30%, ես դες անկեղծ ասեմ, Երևանի փողոցներում արգելող, կանգառն արգելող նշանի տակ կանգնելը ավելի էժան է, քան վճարովի կայանատեղում կանգնելը։ 5000 դրամ է տուգանքը, բալ չի հանվում, 2500 դրամ ես մուծում վերջում, թե 2800 դրամ։ Ավելի ձեռա տալիս կանգնել, դե ես առաջարկելու եմ բալ դնել դրա համար, որը չկա, ես այդ վերջում կանդրադառնամ դրան։ Ես ուզում եմ ասեմ, այդ որ ասում ենք 10000, 10000 չի ժողովուրդ ջան, 6000 է արդեն, 5000 չի, 2800 է, եւ այլն եւ այլն։ Մեր դրած համակարգերի շնորհիվ, որոնք լավն են թվայնացման տեսանկյունից, բայց մարդկանց վրա ազդեցության տեսանկյունից շատ վատն են։ Եվ մի բան էլ եմ ուզում օրինակ բերեմ, որ հենց Հայաստանում փորձել են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մի ճանապարհային անվտանգության վերաբերյալ ծրագիր էր անում եւ հաղորդագրություն են տվել վարորդներին, որ երբ որ մտել է իր այդ համակարգը road policy-ում, թե փորձարկել են թե ինչն է ազդում վարորդների վարքագծի վրա։ Օրինակ այնտեղ գրած ա եղել հարգելի քաղաքացի մի խախտի դու վտանգում ես քո կյանքը, հարգելի քաղաքացի բանա եւ նորից վերադառնալով այս օրենքին, որը ենթադրում եմ կընդունվի, բայց նաեւ առաջարկում եմ առաջինից երկրորդ ընթերցում ես էլ կանեմ առաջարկներ եւ տուգանքների եւ բալերի մասով եւ տուգանքների չափերի։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ստե ուրիշ հաղորդագրություն տանք հարգելի գործընկերներ մեր քաղաքացիներին։ Այո, հասկանալով այդ սոցիալական եւ այլ բաները, հաղորդագրությունը պետքա լինի հակառակը, որ չի կարելի խախտել կանոնները, ոչ թե կարելի է խախտել այս անգամ մի քիչ ավելի, քան մինչև այս օրենքի ընդունումը։ Պարզապես չի կարելի։ Եվ տուգանքը, բալը չպետքա լինի պարոն Գաբրիելը լավ բառ օգտագործեց ինդուլգենցիա կամ վճար դա անելու համար։ Տուգանքը ընդհանրապես մեր հասարակությունում ընկալվում է որպես վճար։ Վճարիր, խախտիր, վճարիր, խախտիր։ Տուգանքը պետքա լինի խախտումը կանխարգելող միջոց։ Հա։ Տուգանքը պետքա լինի կանխարգելող միջոց, բալ կլինի, գումար կլինի եւ ոչ թե վճար։ Եվ այն բանը, որ մեզ այս վերջերս սկսում է մեղադրել, էլի քաղաքացին տուգանքի մատերիալ է եւ այլն, ոչ, քաղաքացին տուգանքի մատերիալ չի, բայց քաղաքացին պետքա պահպանի կանոնները բոլոր, հենց իր համար։ Ինքն է այդ կանոնների շահառուն պահպանման, ոչ թե մենք ստեղ նստած։ Եվ եկեք գոնե այդ տրամաբանությամբ իրոք լավացնենք, պարոն Քոչարյան, ես ուժեղացնենք այս նախագիծը, ես ակտիվ կաշխատեմ թե ձեր հետ, թե պարոն Խաչատրյանի հետ, գրավոր առաջարկությունները կներկայացնեմ, որ այս զոհերի թիվը մենք կտրուկ կրճատենք։ Շնորհակալություն, պարոն Տրոսյան։